Աշնանային օդը բերում է ոչ միայն զով քամի, այն կարծես մաքրում է անցյալի կասկածները և հող է նախապատրաստում անսպասելի վերածննդի համար։ Քանի որ օրերը կարճանում են, ճակատագիրը երբեմն անսպասելի նվել է տալիս նրանց, ովքեր պահպանում են հավատը և պատրաստ են գործողություններ ձեռնարկել։ Այս հոդվածում կքննարկվեն 5 նշաններ, որոնց 2025 թվականի վերջը կարող է վերածվել իսկապես նշանակալի շրջադարձի, ոչ թե որպես իրադարձությունների պատահական շրջադարձ, այլ ներքին պատրաստվածության և հետևողական քայլերի արդյունքում։ Երկվորյակներ։ Հնարավորության շշուկ, որը դարձավ վճռորոշ խոսք։ 2025 թվականի վերջին ամիսներին աստղերը երկվորյակներին խոստանում են ոչ միայն գաղափարների ալիք, այլև զրույցները ամուր համաձայնությունների վերածելու հնարավորություն։ Եթե դուք երկար ժամանակ հավաքել եք ձեր մտքերը և հետաձգել նախագծերը, հիմա այն պահն է, երբ մեկ հանդիպումը կամ մեկ էլեկտրոնային նամակը կարող են նշանակալի ճանապարհ բացել առաջխաղացման համար։ Ձեր խնդիրն է դադարեցնել տարբերակները որպես տարբերակներ դիտարկելը և սկսել դրանք ձևակերպել կոնկրետ առաջարկների, կարճ առևտրային առաջարկի, նախատիպի, հրապարակումների շարքի կամ խորհրդակցական ծրագրի։ Զգացմունքային ոլորտում հաճելի զուգադիպություններ կգան նրանց հետ, ովքեր դադարում են վախենալ անկեղծություն ցուցաբերելուց և սկսում են նույնքան ուշադիր լսել, որքան խոսում են։ Գործնական գործողություններ։ Հատկացրեք 2 շաբաթ ինտենսիվ հաղորդակցության համար։ Օրական ուղարկեք առնվազն 1 կարևոր հաղորդագրություն, պլանավորեք հանդիպումներ և հետևեք ձեր առաջընթացին։ Սա այնքան մրցավազք չէ, որքան միտքը գործողության վերածելու արվեստ։ Եթե դուք դա անեք, տարվա վերջը ձեզ շոշափելի արդյունքներ կբերի։ Կույս։ Կարգի բարակ թել, որը տանում է դեպի անսպասելի հաջողություն։ Կույսերը չեն զգա հանկարծակի հաջողության կախարդանքը, այլ ուշադիր, կազմակերպված աշխատանքի պտուղները, որոնք կսկսեն դրսևորվել տարվա վերջում։ Այն, ինչ դուք ամիսներ շարունակ կազմակերպել եք սառը ճշգրտությամբ, վերջապես կձևավորվի, և առանձին մանրամասները կմիավորվեն ամուր կառուցվածքի մեջ, ավարտված նախագիծ, վճարված պարտք, պաշտոն, որը կբացի հնարավորությունների նոր հորիզոններ։ Կարևոր է չհրաժարվել փոքր մանրամասների մեկ կուտակումից։ Գնահատեք ոչ միայն արդեն իսկ ձեռք բերվածը, այլև այն, թե որտեղ են մնում խոցելիությունները, և համակարգվածորեն լուծեք դրանք։ Ձեր անձնական կյանքում հրաշքը կարող է դրսևորվել անսպասելի ճանաչման կամ կայունության տեսքով, որը կգա ինքնակարգապահության երկար ժամանակահատվածից հետո։ Խորհուրդ. ամեն կիրակի պահեք արդյունքների օրագիր, գրեք շաբաթվա 3 կոնկրետ նվաճումները և ձեր ծրագիրը հաջորդ շաբաթվա համար։ Դեկտեմբերի վերջին դուք կտեսնեք համակարգային պատկեր, որը մյուսները կանվանեն պատահականություն, բայց դուք կիմանաք, թե ինչպես և ինչու է դա տեղի ունեցել։ Խեցգետին. անցյալի լույսից վերակառուցված տուն։ Խեցգետինների համար 2025 թվականի վերջը կարող է իսկական հրաշք լինել, վերականգնված հարմարավետության և վստահության ժամանակաշրջան։ Շատերի համար սա կլինի այն ժամանակը, երբ հին վերքերը կսկսեն բուժվել, և հարաբերությունները, թե ընտանեկան, թե մասնագիտական, նոր իմաստ կգտնեն։ Այս հրաշքը պարտադիր չէ, որ հանկարծակի գա։ Ամենից հաճախ այն կլինի աստիճանական ինքնակատարելագործման և զգույշ հաղորդակցության արդյունք։ Եթե ժամանակ ներդնեք բաց հաղորդակցության, սպասումների անկեղծ վերանայման և ձեր սեփական սահմանների նկատմամբ հարգանքի մեջ, շրջապատողները կսկսեն փոխադարձաբար արձագանքել։ Մի պրակտիկա, որը կբարձրացնի ազդեցությունը։ Օրվա ավարտի երեկոյան ծես։ Մի քանի րոպե գնահատելու ձեռք բերվածը և վաղվա օրվա համար ինքնախնամքի 1 քայլ պլանավորելու համար։ Նման ծեսը ոչ միայն կայունացնում է ձեր հուզական վիճակը, այլև ազդանշաններ է ուղարկում ուղիչներին։ Դուք պատրաստ եք և կարող եք ստեղծել հուսալի հիմք։ Հենց այս հուսալիությունից է, որ կարող է առաջանալ այն իրադարձությունը, որը դուք հրաշք կանվանեք։ Աղեղնավոր։ Նոր իմաստների գոտի ձգտող հոգու համար։ Աղեղնավորները մոտենում են 2025 թվականի վերջին իրենց ձգտումները վերածելու իրական նվաճումների հնարավորությամբ։ Ձեր էներգիան միշտ կապված է շարժման հետ, և այժմ այս շարժումը կգտնի մի ուղղություն, որը կարդարանա իրական արդյունքներով։ Մասնագիտական ճանաչում, ազդեցության ընդլայնված ոլորտ, շահավետ ճանապարհորդություն կամ առաջարկ, որը կփոխի ձեր ուղղությունը։ Գլխավորը ճկուն մտածելակերպ պահպանելն է, բայց հետևողական լինել հիմնական քայլերում։ Պատրաստել ներկայացում, լրացնել կարևոր դիմում, մշակել պորտֆոլիո կամ հաստատել մենթորություն։ Գործնական խորհուրդ.
Ընտրեք մեկ նպատակ եւ աշխատեք դրա վրա ամեն օր 1 ժամ, գրանցելով ձեր առաջընթացը։ Այս կենտրոնացումը հմտորեն օգտագործում է ձեր բնական հետազոտական ձգտումը, վերածելով կայուն հաղթանակի։ Կարիճ։ Խորություն, որը դարձավ փոխակերպման բանալին։ 2025 թվականի վերջին կարիճները կարող են ապրել մի պահ, որը կփոխի իրենց արտաքին իրականությունը, ներքին շրջադարձային պահից հետո։ Ձեզ համար հրաշքը ոչ միայն արդյունքն է, այլև բարդ փոխակերպման ավարտը, ազատագրում հին օրինաչափություններից, էներգիայի վերականգնում եւ ուժի վերադարձ ձեր պատասխանատվության ոլորտ։ Արտաքին հանգամանքները կսկսեն ենթարկվել ձեր ներքին պարզությանը, եթե գործեք զսպվածությամբ եւ ծրագրով։ Սա այն ժամանակն է, երբ դուք կարող եք փակել պարտքերը, ստվերից դուրս բերել նախագիծ կամ պաշտոնապես սկսել այն, ինչը մինչ այժմ գաղտնի է պահվել։ Զուտ հուզական աշխատանքից, ներում, դրդապատճառների պարզաբանում, մինչև կոնկրետ իրավական կամ ֆինանսական քայլեր, այս ամենը կդառնա արդյունքի տանող միասնական գծի մի մասը։ Պարապեք, էֆեկտը ուժեղացնելու համար, 1 խորը զրույց վստահելի անձի կամ մասնագետի հետ, պլյուս 1 կոնկրետ վարչական քայլ, պայմանագիր, գրանցում, վճարում, յուրաքանչյուր 3 շաբաթը 1, եւ մինչև դեկտեմբեր դուք կտեսնեք, թե ինչպես է խավարը զիջում իր տեղը մաքուր իշխանությանը։